Շատ սիրելի բաժանորդներ ջան, բարի լույս բոլորիդ, հարազատներս։ Առաջինը ուզում եմ հարցնել ձեր որպիսությունը, ինչպես եք։ Ես շատ լավ եմ, սիրելիներս։ Մաղթում եմ բոլորիդ լավ, հաճելի օր եւ հաճելի դիտում։ Իսկ ովքեր նոր են միացել իմ էջին, լայքեք տեսանյութը, բաժանորդագրվեք էջին եւ տարածեք։ Սիրելիներս, տեսեք դուրս եմ եկել բատժգամբ, այսօր մի քիչ ցրտոտ է, մի փոքր տեսեք, ձույն ասեմ, թե չգիտեմ, մանր ձյան սպիտակ փաթիլների նման, այնքան որ գետինը ծածկել է սպիտակ ձյունով։ Խնդրեմ, երկինքը պարզ չի, մթնգնած, մի տեսակ մթոտ, ոնց որ արև չկա այսօր, մի քիչ էլ ցրտոտ է, թող ցուրտ լինի, մենք ուրախ ենք։ Ցուրտը լավ է հողի բերքի համար։ Սիրելիներս, իսկ հիմա գնանք խոհանոց, միասին պատրաստելու համեղություն, գնացինք։ Տշգամբից եկա խոհանոց, հիմա պատրաստում եմ, խաշել եմ, քամել եմ արդեն, տեսեք կարմիր լոբին, հատիկավոր, ինձ մոտ շատ մանր է, հարգելիներս, գնել էր որդից հարսից հետ, բայց շատ մանր է, ասեմ, որ շատ համեղ է, պատրաստել եմ մի անգամ, շատ համեղ է, հիմա սոխը դրել եմ տապակի մեջ, բուսայուղով լավ կտապակեմ, որպեսզի պատրաստեմ կարմիր լոբի, այստեղ դրել եմ կարտոֆիլը պյուրե սարքեմ եւ մսով կոտլետներ եմ անելու։ Արդեն լավ տապակվել է, ոսկեգույն է դարձել սոխը, հիմա կավելացնեմ, ավելացրեցի պղպեղը, լավ կխառնեմ, կարմիր լոբին։ Նորից կխառնեմ, կավելացնեմ չորացած կանաչին, ինձ մոտ ռեհան և ցիտրոն է։ Հիմա մի քիչ էլ աղ լցնեմ, շատ քիչ եմ լցնելու, ես համ լոբին էի աղել, համ էլ իմ կարմիր պղպեղի մեջ աղ կա։ Մի հատ բերանը ծածկեմ, թող հավասարաչափ լրիվ համերը բաղադրիչների տա, սոխը, կանաչին, աղը, մի կողմ կդնեմ մինչև կարտոֆիլը և արյա եփված է, աղ եմ ավելացնում, խառնում, երեսի փրփուրը հավաքել եմ, գիտենք, որ կարտոֆիլը խաշելուց մաքրած կարտոֆիլը փրփուր է սպիտակ, լավ մաքրել է, հիմա բերանը կծածկեմ, թող աղի հետ էլ եփվի, նոր ջրքամեմ ու կտրորեմ։ Կարտոֆիլն էլ արդեն խաշվեց, հիմա կտրորեմ, լավ, տրորիչով, մի մեծ կտոր է կարագ եմ դրել, որպեսզի դնեմ կարտոֆիլի մեջ։ Ուրեմն պատրաստեմ, անցնենք կոտլետների։ Կոտլետների հետ պյուրեն դրեցի կարագը, հիմա նորից տրորեմ, որպեսզի կոշտուկներ չմնա, կարագը կհալվի, կարագով շատ համեղ է լինում, բավականին դրել եմ։ Հիմա նորից խառնեմ, ծածկեմ կարագը կարտոֆիլով, դեռ չի հալվել կոշտուկներ, այսպես, լավ, կծածկեմ, հետո կհալվի, նոր կխառնեմ։ Արդեն կարագը հալվեց, հիմա մի փոքր էլ աղ ավելացնեմ, նորից խառնեմ, դեռ մի փոքր մնացել է կարագի կոր, ոչինչ կհալվի, բերանը ծածկեմ ու անցնենք կոտլետ պատրաստելու։ Հիմա հարգելիները սկսում եմ պատրաստել կոտլետները։ Այստեղ արդեն աղացած միսը պատրաստել եմ,
ավելացրել եմ աղացած սոխ, աղացած սխտոր, մի փոքր հաց եմ թրջել, քամել եմ 1 հատ ձու, կավելացնեմ չորացրած ցիտրոն, միայն ցիտրոն ու ռեհանով եմ պատրաստելու, ուրիշ ոչ մի կանաչիով, հարգելիներս, միայն այս կանաչիով չորացրած, կարմիր պղպեղ, մի լավ ճաշի գթալ, կավելացնեմ աղ, դեռ բավական է սա, հետո ընթացքում կավելացնեմ, եթե հարկը լինի, և սև պղպեղ, սա էլ այսպես, հիմա մի լավ կխառնեմ իրար, ձեռքով եմ խառնելու, մի լավ խառնում եմ իրար, որպեսզի բոլոր բաղադրիչները իրար խառնվեն և համերը տան, ստացվի համեղ կոտլետներ, այսօր այս պարզ հասարակ բաղադրիչներով եղանակով եմ պատրաստելու, կթողնեմ մի քիչ կհանգստանա, միսը կհանգստանա սառնարանում, նոր պատրաստեմ, մի 5 րոպե լավ խառնենք, թարմը կանաչի չեմ գցելու, ավելոտ ոչ մի բան, տեսակ, պղպեղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, չորացրած ռեհան և ցիտրոն, խոզի միս և տավարի միսը խառնած իրար, սոխ ու սխտոր, հիմա սա դնեմ սառնարանը, թող միսը մի փոքր հանգստանա, մի կես ժամ, նոր սկսենք կոտլետները պատրաստել, տապակել, սառնարանից հանել եմ միսը, այստեղ դրել եմ ալյուր, սկուտեղ, որպեսզի շարեմ մեջը և ջուր, որպեսզի ձեռքերս մի փոքր ջրոտեմ, հիմա մի փոքր ձեռքերս այսպես կջրոտեմ, մի լավ պետք է ծփեմ, որպեսզի փքուն դառնա, այսպես խփեմ, ինչքան խփեմ, փքուն կդառնա, ավելի թեթև, փքուն և լավ կստացվի, մի քանի անգամ այսպես կխփեմ, սիրելիներս, վարդերս տեսնում եք, այս վերջում նվեր ստացած վարդերն են, 3 տեղափոխել ենք, հողը փոխել ենք և ծաղկամանն ենք մեծացրել, տեղափոխել ենք, շատ գեղեցիկ են, ասեք որ գեղեցիկ, սկսում եմ կոտլետների ձև տալ, պատրաստել, ձեռքերս մի փոքր թրջեցի, որպեսզի հեշտ լինի, խնդրեմ այսպես, բոլորը կպատրաստեմ, կդնեմ սկուտեղի վրա, հետո երբ որ սկսեմ տապակել, նոր ալյուրի մեջ կթաթախեմ, հարգելիներս, մի քանի հատ միասին պատրաստենք, հետո կադրից դուրս կպատրաստեմ, գեղեցիկ, սիրուն, թեթև կոտլետներ եմ պատրաստելու, հյութեղ, որ խոնավ չի լինում, կպչում է, իսկ խոնավի դեպքում շատ հարթ, լավ կոտլետներ է լինում, կադրից դուրս պատրաստեմ, տեսեք սիրելիներս, սա կեսն է դեռ, այսպես պատրաստեցի, տապակի մեջ լցրել եմ բուսայուղը, հիմա կթաթախեմ ալյուրի մեջ, կոտլետները և կտապակեմ, ահա, պաքսիմատ չունեի, թե չէ պաքսիմատով կանեի, շատ լավ է ստացվում, հիմա մի քանի հատը պատրաստեմ, որպեսզի մինչև դաղվի, տապակվի բուսայուղը, այսպես,
գեղեցիկ եւ սիրուն։ Գազօջախին դրել եմ տապակը, մեջը բուսայուղ եմ լցրել, արդեն լավ դաղվել է բուսայուղը, հիմա պետք է դնեմ կոտլետները պատրաստած, հարգելիներս, խնդրեմ, այսպես սիրուն, արդեն լավ տաքացել է բուսայուղը, այսպես գեղեցիկ կոտլետները դնում եմ։ Ես շատ մոտիկ չեմ ուզում դնեմ, այս երեքը կպատրաստվի, նոր կավելացնեմ, որ չկպնեն իրար, դժվար լինի։ Տեսնենք եփել է շուտ տան, կարմրել է, այո, կարմրել է, շուտ տան, խնդրեմ լավ, ստատիկում է լավ, կարմրել է։ Մարմամբ տրակով, ոչ շատ ուժեղ, ոչ շատ մարմաղնի չի։ Մի հատ կարող եմ հիմա ավելացնել։ Խնդրեմ, այս մեկը ավելացնեմ, տեղ կա, կարող եմ խառնել։ Արդեն պատրաստ է կոտլետները, հիմա պետք է հանեմ։ Տեսեք, կարմրած է։ Հանեմ մյուսները, կդնեմ եփելու։ Խնդրեմ, բոլորն էլ լավ եփած են կարմրած, սիրուն, այնպիսի մի բուրմունք է, որ էլ ասելու չի։ Սա թող եփվի, սա մի փոքր էլ կթողեմ կարմրի, կավելացնեմ մնացածը։ Բոլորը կտապակեմ, կհանդիպենք։ Հարգելիներս, ահա պատրաստեցի, վերջացրեցի բոլոր կերակրատեսակները։ Պատրաստեցի պյուրե կարտոֆիլով, պատրաստեցի հատիկ լոբի սոխառածով, պատրաստեցի փքուն, համեղ, հյութալիկ կոտլետներ, տեսեք, շատ լավ ստացվեց, հեշտ, հասարակ, տարբերակ, լցրել եմ ընդամենը ռեհան չորացրած, ցիտրոն, սև, կարմիր աղացած պղպեղ, 3 գլուխ սոխ եւ 2 ատամիկ սխտոր ու պատրաստել եմ այսպիսի համեղություն, կմատուցեմ այսօր Հայաստանից բերված շլորի կոմպոտը, մենք շլոր ենք ասում, սալոր չեմ ասում, տեսեք, սառը դրել է սառնարանը, սառել է, կմատուցեմ նաև աջիկայով կծու, իհարկե թթուի տեսականներով, ունենք ուղղակի չդրեցի սիրելիներս, այս դեղին վարդերս տեսնում եք, այնքան շատ եմ սիրում դեղին վարդ, դեղին վարդերը հրաշք են, պաշտում եմ, որովհետև ինչ եմ պաշտում, արևի գույն ունի և ջերմացնում է իր գույնով, լույսով, մեր սրտերը սիրելիներս, արևը կյանք է, չէ, արևի լույսը կյանք է, մեզ ապրեցնում է, մեր սրտերին ուրախություն է տալիս, մաղթում եմ ձեզ այս արևի գույնը լույսը թող ջերմացնի ձեր սրտերը, միշտ լինի լույս ու արև, ցտեսություն հարգելիներս, մինչ նոր տեսահոլովակ, ցտեսություն։